Պարոն Թևանյան, բարև ձեզ, ես հարց ունեմ, Պարոն Թևանյան, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ նշեց, որ եթե ընդդիմության վարչապետի հետ միասնական թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, ապա չեք միանա։ Դուք կիսում եք այս տեսակետը, որովհետեւ ձեր շուրջ շատերն ասում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է ձեզ ուղարկել այստեղ, հա։ Դատարկ խոսակցությունը չեմ ուզում մեկնաբանել, ինչ ուղարկելու մասնախոսքը մենք առանձին կառույց ենք, ինքնուրույն ինքնաբավ, ինքներս որոշել ենք մասնակցել այս ձևաչափով, բացարձակապես կապ չունի, ինչ վերաբերում է ընտրությանը, ապա ամենակարևոր որոշումը ժողովուրդը կկայացնի, երբ որ որոշումը կայացնեն եւ մենք ընտրության արդյունքները կտեսնենք, այն ժամանակ էլ կորոշենք, թե ով է լինելու վարչապետը, ինչ կառավարությունը ձևավորվել։ Պարոն Ծառուկյանն այդպես չասաց։ Պարոն Ծառուկյանն ասաց, որ օրինակ Սամվել Կարապետյանի պարագայում երբ հարցը տրվեց, ասաց կքննարկենք, կհասկանանք, բայց Ռոբերտ Քոչարյանի պարագայում կոնկրետ ասաց, որ այդ դեպքում չեն միանա։ Մենք նոր առաջնորդության կողմնակից ենք, այնպես որ այդպիսի հարց չենք քննարկել։ Իսկ ծրագրերի հետ կապված ձեր կարծիքով այս ծրագրերը մարդկանց համար որքանով ընդունելի կլինեն, որտեվ սոցիալական ծրագրերը բոլորինը կարծես թե նման են քայլերը, ձեր կարծիքով որքանով ընդունելի կլինի։ Մարզերել պարոն Ծառուկյանը գնում է, ինչ են իրեն ասում։ Մենք տարբերվող ծրագիր ենք իրականում ներկայացրել, սկսած երաշխավորված խաղաղությունից, վերջացրած սոցիալ-տնտեսական խնդիրներով, շատ կարևոր է, որպեսզի մենք մեր ծրագրերը տեղ հասցնենք հանրությանը եւ կոչ անենք, հորդորենք եւ նրանց մոտիվացնենք, որպեսզի գնան ընտրության։ Նիկոլ Փաշինյանը այսպես վստահ խոսում է հաղթանակի մասին եւ բացի նրանից որ վստահ խոսում է հաղթանակի մասին, նաեւ ժողովրդին շանտաժ է անում, հա, ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չլինեն, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Իդեպ բոլոր ընդդիմադիր ուժերին անվանում է Վախեցած է, փորձում է ժողովրդին վախեցնել, բայց վախեցած է աթոռը կորցնելուց, վախեցած է Սաակաշվիլի ճակատագրի կրկնությունից, դրա համար էլ մարդկանց վախեցնում են, բայց մեր հասարակությունը իր պատասխանը կտա նրան եւ ճիշտ հակառակը կասեի, եթե իրենք մնան, մենք կունենանք նույնպիսի խնդիրներ, ինչպիսին որ ունեցանք Արցախում, այնպես որ իրենց հեռացումը Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմաններից է։ Տեսեք, եթե այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հեռացնել, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, հա, որովհետև եթե մենք դիտարկում ենք օրինակ Երևանում քաղաքացիների մոտեցումների առումով լրիվ այլ իրավիճակ է, բայց օրինակ մարզումներում հարցումներ կատարելիս տխուր պատկեր է, մարդիկ ամբողջովին չեն գիտակցում, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը։ Դրա համար էլ ընտրական գործընթացը պետք է օգտագործել մարդկանց բացատրելու համար, իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի վերարտադրությանը, ապա մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա չլինի։ Այս տարիները բավարար չէին, որպեսզի ընդդիմությունը կարողանար այդ ամեն ինչը բացատրել, հա։ Դրա համար էլ նոր ձևաչափեր են ձևավորվում, նոր մոտեցումներ են ձևավորվում, 21-ի կրկնությունը պետք է թույլ չտալ։ Բայց նույն անձանց հետքերն են էլի, հա։ Ինչպես հիմա նոր կոնֆիգուրացիաներ են եւ լրիվ փոխված քաղաքական իրավիճակ է։ Դե բնականաբար բոլորիս խնդիրը այն է, որ պետք է կարողանանք մաքսիմալ ջանքեր ներդնել եւ մտածել եթեի տարբերակը։ Շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։